Այսին պատրաստելու ենք շոկոլադե սուֆլեն, կարող ենք ասել նաև շոկոլադե չիզքեյք։ Դրա համար առաջինը պատրաստում ենք մեր ֆորման, միացնում ենք վառարանը, հետո անցնում ենք բաղադրիչներին։ Ֆորման պատրաստելու համար մեզ հարկավոր է լինելու 16-ից 18 սանտիմետր, այսինքն այս բաղադրատոմսը նախատեսված է 16-ից 18 սանտիմետր տրամագծով տորտ հավաքելու համար։ Իմ խորհուրդը ձեզ, որպեսզի գոնե մեկ հատ, այսպես 18 սանտիմետրանոց օղակ ձեռք բերեք, որովհետև սրանց մեջ իդեալական է ստացվում եւ բիսկվիթը եւ ցանկացած շերտ, շատ լավ տարբերակ է, գոնե 1-2 հատ ձեռք բերեք, հղումները ես ձեզ անպայման կուղարկեմ։ Ինչ ենք անելու դրա համար, վերցնելու ենք 2 շերտ ֆոլգա, ես միշտ անունը չեմ հիշում, կդնենք տակի հատվածում յուղաթուղթ, օղակը մեջտեղը, 2 շերտ, որովհետև բարակոտ է ինձ մոտ ֆոլգան, դրա համար, քանի որ ջուր ենք ավելացնելու թավայի մեջ, որպեսզի ջուրը հանկարծ չանցնի, 2 շերտով կանենք։ Լավ, կողքերը շատ քիփ կպցնում ենք մեր օղակին, որ տեղ չմնա ու հանկարծ խմորը դուրս գալու տարբերակ չունենա։ Այս օղակների բացովի փակովի տարբերակներն են լինում, իմ աշակերտները գիտեն, ես չեմ սիրում դրանք օգտագործել, որովհետև ընթացքում հետո լոճվում են։ Այս ներքևի հատվածները, լավ, այսպես կպցրեք օղակին։ Օղակը մի կողմ ենք դնում, միացնում ենք մեր վառարանը ու անցնում ենք գործ։ Վառարանը միացնում ենք 130-ից 140 աստիճան։ Սկսում ենք պատրաստել մեր սուֆլեն։ Դրա համար մեզ հարկավոր է լինելու այսպեսի տարայի մեջ լցնում ենք շոկոլադը, վրան լցնում ենք կաթը, լցնում ենք կարագը ու կամ ջրային գոլորշու վրա, կամ միկրոալիքայինի մեջ տաքացնում ենք, որպեսզի հալվի ամբողջությամբ։ Եկեք տեսնենք ինչ ստացվեց մեզ մոտ։ Ես 30 վայրկյան էի դրել։ Կարևորը շոկոլադը հալվել է։ Վրան ավելացնում ենք ալյուրն ու կակաոն։ Ավելացնում ենք մեր պարային կրեմը։ Ու ձեռքի հարիչով բլենդերով հարելու ենք։
Այնքան ենք հարելու, որ ստանանք ուղղակի միասեռ զանգված։ Այս կողքից մի հատ կհավաքենք պատերից։ Լավ հարելուց հետո ավելացնում ենք դեղնուցը։ Ու եւս մեկ անգամ ձեռքի հարիչով հարելու ենք։ Լավ հարեցինք, հիմա անցնում ենք սպիտակուցին։ Վերցնում ենք այսպիսի տարա, սպիտակուցը, միանգամից ավելացնում ենք մեր շաքարավազը, ավելացնում ենք աղը ու հարիչով հարելու ենք, ստանալու ենք փափուկ բեզե։ Ես հատուկ վերցրել եմ իմ ամենասովորական ձեռքի հարիչը ու սրանով հենց հարելու եմ։ Կարող եք տեսնել, որ այսպես ասում են կլյուվ կախված է, հավիտի այդ կլյուվը, բայց չի կաթում։ Եկեք նայենք, հա։ Մի րոպե տեսնեմ ոնց անենք, որ երևա։ Ինչ վիճակում է։ Այսպես ցույց տանք։ Նայեք։ Ոչ շատ պինդ է ու ոչ էլ թույլ է։ Ուրեմն պատրաստ է արդեն։ Երբ մեր սպիտակուցն էլ արդեն պատրաստ է լինում, ավելացնում ենք մեր շոկոլադե մասան, կեսը լցնում ենք, խառնում ենք, նենց շատ ջիգյարով չենք խառնելու, վերևից ներքև ենք անելու, որպեսզի նույն այդպես թեթև վազդուշնի մասան մեր մնա։ Այսինքն վերևից ներքև։ Շարունակությունը։ Նորից վերևից ներքև խառնում ենք։ Այսպես թեթև օդով լի զանգված ենք ստանալու։ Կարող եք տեսնել։
մեր սուֆլեի զանգվածը լցնում ենք մեջը։ Թավայի մեջ լցնում ենք, պրոտվինի մեջ լցնում ենք տաք ջուր ու դնում ենք վառարան, ինչպես արդեն նշեցի, 130-ից 140 աստիճան 1 ժամ ենք թխելու։ Ես 50 րոպե հետո կստուգեմ, տեսնեմ ոնց է վիճակը։ Եվ ուրեմն, որպեսզի ինձ նման չտանջվեք, կտնեք վառարան, միջև վերջ չեք բրդի թավան, ջուրը կլցնեք, կմտցնեք միջև վերջ ու կփակեք։ Հիմա սպասում ենք 50-ից 60 րոպե ու հանենք ստանանք մեր շոկոլադե սուֆլեն։ Ես ուզում եմ ձեզ ցույց տալ 1 ժամ է անցել։ Այսքան բարձրացել է իմ սուֆլեն, բայց ուզում եմ ասել, որ համարյա թե 2 անգամ իջնելու է, այնպես որ չզարմանաք հանկարծ, որ ձեզ մոտ եւս իջնի։ Ես sense կարող եմ շարժել, դուք տեսնեք, որ ինքը sense տպավորությունն է, որ թույլ է, բայց կարելի ասել, որ 5 րոպեից ես կանջատեմ, այսինքն լրիվ 1 ժամից կլրանա ու ես կանջատեմ։ Հետո թողնելու եմ վառարանի մեջ, դուռը, այսինքն անջատելու եմ ու դուռը կիսաբաց վիճակում թողնեմ։ Ընդհանուր անցել է 65 րոպե, եկեք շարժեմ, տեսնեք, այսինքն պետք է շարժվի ձեր սուֆլեն, տեսնում եք կողքերից նստել է, ոնց ասեցի ձեզ արդեն մեզ մոտ նստելու է, փափուկ է երեսը, բայց չի կպնում մեր մատերին, թողնելու ենք հովանա, լրիվ երբ որ ֆորման կհովանա, արդեն սուֆլեն կհանենք մեր օղակի մեջից։